Ճապոներենում կա մի բառ, որը իսկապես սարսափելի խոր իմաստ ունի։ Հարագուրոյ։ Այն բառացի նշանակում է փորը սև, ներսից սև։ Ճապոնիայում մարդը կարող է արտաքուստ երևալ շատ բարի, անմեղ, քաղաքավարի, նույնիսկ հրեշտակի տեսք ունենալ։ Նա ժպտում է, խոսում է մեղմ, երբեք չի բարձրացնի ձայնը, բայց ներսում կարող է մի այլ աշխարհ լինել։ Նախանձ, հաշվարկվածություն, թաքնված մտադրություններ, մանիպուլյացիա, մի մութ կողմ, որը ոչ ոք չի տեսնում։ Այդպիսի մարդուն ասում են հարագուրոյ։ Այս բառը հատկապես խոր արմատներ ունի, որովհետև շատ լավ արտացոլում է ճապոնական մշակույթը։ Ճապոնիայում մարդկանց հաճախ սովորեցնում են պահպանել խաղաղությունը, խուսափել բաց հակամարտությունից և իրական զգացմունքները թաքցնել քաղաքավարության դիմակի տակ։ Արտաքինը շատ կարևոր է, ժպիտը կարևոր է, հանգիստ ձայնը շատ ավելի կարևոր է։ Ու հենց այդ պատճառով երբեմն մարդը արտաքուստ կարող է թվալ անմեղ ու բարի, բայց ներսում ունենա լրիվ այլ մտքեր։ Սա հենց այն հակադրությունն է, որ փոխանցում է հարագուրոյի բառը։ Բարության դիմակի տակ թաքնված շատ մութ ներաշխարհ։ Ճապոնիայի և ճապոնական կյանքի մասին վիդեոների համար անպայման բաժանորդագրվեք իմ ֆեյսբուքյան, յություբյան և ինստագրամյան էջերին։